Որքան տարի է արդեն կառուցապատման ոլորտում եք։ 10 տարից ավել եմ կառուցապատման ոլորտում։ Բացի կառուցապատող լինելը, նաև ճարտարապետ եք, նաև շինարար եք։ Ես մեր շինությունների համահեղինակն եմ ճարտարապետության։ Ինչ սխալներ եք նկատում շուկայում։ Կարճաժամկետ նախագծեր։ Արդյոք պահանջարկը գերագնահատված չէ կոնկրետ պրեմիում գույքի նկատմամբ հայաստանյան շուկայում։ Կառուցվում է, եթե վաճառվում է, ապա դրա պահանջարկը կա։ Ինչ չափանիշներ ըստ ձեզ պետք է ունենա կոնկրետ պրեմիում գույքը։ Տարբեր ժամանակաշրջանում մեր պահանջմունքը անշարժ գույքի փոփոխվում է։ Արդյոք լոկացիան այս պարագայում կապ ունի։ Մեծ քաղաքներում ամենապահանջված թանկարժեք թաղամասերը գտնվում են կենտրոնից բավականին հեռու։ Կան արդյոք Հայաստանում պրեմիում գույքեր։ Բոլոր հանգամանքները մեկ տեղում շատ քիչ են հանդիպում։ Ինչ կանեիք այլ կերպ, եթե սկսեիք նորից։ Չէ, գրեթե ամեն ինչ կանեին նույն ձև։ Ողջույն, եթերում Շինքաստն է եւ այսօրվա մեր հյուրն է Խախամյան Heritage կառուցապատող ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյանը, իսկ այս ոդքասթի հովանավորն է Trio Երևանը, որտեղ էլ անցկացվում են մեր նկարանումները։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Ավետիս ջան, ողջույն, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Նախորդ մեր ոդքասթին խոսեցինք նաև գույքի դասակարգման համակարգերից։ Այ օրինակ ձեր կարծիքով արդյոք պահանջարկը գերագնահատված չէ կոնկրետ պրեմիում գույքի նկատմամբ հայաստանյան շուկայում եւ արդյոք դա կառուցապատողների մարքեթինգային հնարք չէ։ Կան արդյոք իրական պրեմիում նախագծեր Հայաստանում եւ արդյոք այն շատ չէ մեր շուկայի համար։ Ողջույն Արեն ջան, շնորհակալ եմ հրավերքի համար, շատ հետաքրքիր ձևաչափ ես մտածել։ Շնորհակալ եմ։ Հասարակությանը տեղեկացնելու կառուցապատման խորքային խնդիրների հետ կապված։ Ասեմ, որ գերագնահատված այդքան էլ չեմ համարում, քանի որ եթե կառուցվում է, եթե վաճառվում է, ապա դրա պահանջարկը կա։ Թե դրանք բոլորը համապատասխանում են պրեմիում դասակարգերի, այդտեղ չեմ համաձայնվի, քանի որ ուժացված է խնդիրը։ Բոլորը փորձում են օգտագործել նմանատիպ դասակարգումներ ավելի գրավիչ լինելու իրենց կառուցապատման նախագծերը, սակայն ոչ բոլորն են համապատասխանում նմանատիպ դասակարգման։ Այ օրինակ ինչ չափանիշներ ըստ ձեզ պետք է ունենա կոնկրետ պրեմիում գույքը, որպեսզի համապատասխանի հենց պրեմիում ասվածին։ Գիտեք, պրեմիում հասկացողությունը մի քիչ դեռ ձևակերպման տեսակետից կախում է, քանի որ չունենք նմանատիպ հատկանիշներ, սակայն եթե մենք վերցնենք այլ բնագավառները, օրինակ համար ավտոարդյունաբերությունը, ապա ավտոարդյունաբերության մեջ պրեմիում համարվում է այն ձևաչափով մեքենաները, որոնք ունեն ավելի հարմարավետ կառուցվածք, ավելի լայն սրահներ, ավելի բարձրակարգ կաշի է օգտագործված ուրեմն սրահներում, ավելի հագեցված շարժիչներ ունեն, ավելի մեծ հզոր շարժիչներ ունեն։ Նույն դրույթները ինձ թվում է կարելի է կիրառել անշարժ գույքում։ Եթե մենք դա վերցնենք, այսպես ասած, համեմատական անշարժ գույքի հետ, ապա փոքր բնակարանները ցածր առաստաղներով, փոքր պատոհաններով եւ ծայրամասերում գտնվելով չի կարող համարվել ուրեմն պրեմիում անշարժ գույք։ Պրեմիում հասկացողությունը դա նշանակում է այն մարդկանց շրջանակների համար, ովքեր որ չեն բավարարվում փոքր մակերեսներ։ Ավետիշան, տեսեք, դուք ասացիք ծայրամասերում, արդյոք լոկացիան այս պարագայում կապ ունի պրեմիում կոչվելու հետ։ Location-ը, այսպես ասած, լոկացիան, տեղանքը կառուցապատման ամենակարևոր խնդիրն է։ Բայց դա չի նշանակում պարտադիր պետք է լինի կենտրոն համայնքում։ Տեղանք ընտրելիս պետք է հասկանաս, որ քո պատուհանից դուրս հետագայում դու պետք է տեսնես գեղեցիկ, հետաքրքիր մի տեսարան։ Համաձայն եմ, կներես, բայց արդյոք ծայրամասն է որոշում, որ այդտեղ չի կարող լինել պրեմիում գույք։ Չէ, դա երկուսը տարբեր գաղափարներ են։ Գույքը կարող է լինել կենտրոնում, դու կարող ես պատուհանից տեսնել մեր ենթադրենք հրապարակը, սիրուն ճարտարապետական շինություններ եւ նույն կենտրոնում կարող է լինել, որտեղ դու տեսնես օրինակի համար ոչ այդքան հետաքրքիր գեղեցիկ կառույցներ։ Իսկ ինչ վերաբերում է ծայրամասերին թե կենտրոնին, ասեմ, որ շատ հաճախ մեծ քաղաքներում ամենապահանջված թանկարժեք թաղամասերը գտնվում են կենտրոնից բավականին հեռու։ Հեռու աղմուկից, մաքուր օդից, իրենց համար նախապայմանները օրինակ տարածությունն է։ Դրանք երկու տարբեր ապրելակերպներ են։ Եթե վերցնենք Մոսկվան, ապա ունենք փոքրիկ կենտրոն, որտեղ ամենաթանկարժեք գույքն է, եւ նաեւ ունենք թաղամասեր, ունենք Բարվիխա, որը որ բավականին հեռու է կենտրոնից, եւ մարդիկ իրենց առանձնատները կառուցում են կենտրոնից բավական հեռու։ Համար տեղանք ասելով չպետք է հասկանանք, որ կոնկրետ միայն փոքր կենտրոն է։ Համաձայն եմ, հենց հարցը դրան էր ուղղված։ Այնուամենայնիվ, տեսեք, օրինակ հյուրանոցային ոլորտում կան նմանատիպ չափանիշներ, օրինակ հյուրանոցը ունի լողավազան, ունի շոգեբաղնիկ, ունի պարկինգ, քանի թվականակու մեքենայով
պարկինգի հնարավորություն ունի, նույն լոկացիան։ Նմանատիպ ստանդարտներ նաև որոշում են իր աստղերի քանակը, չէ՞, 4 աստղ, 3 աստղ, թե 5 աստղ։ Պրեմիում գույքի ոլորտում ի՞նչն է դա որոշում, ինչպիսի չափանիշներ կոնկրետ մետրիկաներ կան, որ դրանք սահմանում են։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ պրեմիում անշարժ գույքը դա մի հասարակության համար է կառուցվում, որ ունեն հարմարավետության այլ չափանիշներ։ Օրինակ համար այս մարդկանց համար հյուրասենյակը չի կարող լինել 10, 20, 30 քառակուսի մետր։ Այս բնակարանները պետք է ունենան բավականին մեծ խոհանոցներ, ունենան լվացքասենյակներ առանձնացված։ Իսկ որտեղ է սահմանվում այդ դրույթները, ինչ որ միտեղ սահմանված է, որը թե պետականորեն ընդունված դրույթ է օրինակ, կամ միջազգային ստանդարտներով ընդունված դրույթ է։ Չէ, այս սովորությունը եկել է առանձնատներից դեպի շենքեր տեղափոխվելուց։ Հասարակության այն խավը, որը ժամանակին ունեցել է մեծ առանձնատներ, կարողացել է իրենց թույլ տալ մեծ հյուրասենյակներ, մի քանի անգամ մեծ ննջարաններ, մեծ լվացքասենյակ հարմարավետության համար եւ նմանատիպ նախապայմաններով, երբ որ տեղափոխվել են դեպի շենքեր, ապա առաջին իսկ պահանջը եղել է ունենալ նմանատիպ հարմարություններ, ոնց որ առանձնատներում է։ Եվ այս սովորությունը ձևավորել է արդեն բնակելի շենքերում այն մինիմալ պահանջները, որոնք որ կարող են համարվել պրեմիում։ Օրինակի համար, եթե մենք վերցնենք առաստաղի բարձրությունը, ապա առանձնատներում դա, այսպես ասած, կառուցման շեմում հանդիսացող մի նախապայման էր, որը որ բնակիչը այս առանձնատան այս սեփականատերը կարող էր բարձրացնել 1 մետր ավել եւ ունենալ ավելի լուսավոր մեծ հյուրասենյակ։ Դա շենքերում բավականին դժվար եւ թանկարժեք, այսպես ասած, լուծումներ է։ Դրա համար նախապայմաններից մեկը պրեմիում համարելու համար դա առաջին հերթին առաստաղի բարձրությունն է, հյուրասենյակի լայնքն է, եթե շինությունը ունի պարտավորվածություն կոնկրետ հյուրասենյակի լայնքի, այսինքն անհնար է 6 մետրից ավել հյուրասենյակի լայնք, որտեղ կաղապարը շինության այդպես է կառուցված, այդպես է նախագծված, તો այնուամենայնիվ դա չի կարող համարվել պրեմիում։ Լավ, հիմնական չափանիշները հասկացա։ Իսկ օրինակ գնորդի տեսանկյունից անզեն աչքով ինչպես կարող է գնորդը դիտարկում անել եւ կարողանալ տարբերությունները նկատել։ Եթե վերցնենք երկու գույք, ինչպես նա կարող է որոշել տարբերությունները, եթե արտաքինից եւ անզեն աչքով նույնն են։ Ինչ չափանիշներ դուք կնշեք ոլորտում լինելով։ Մենք համեմատականներ ենք տանում, երբ որ նմանատիպ հաճախորդը հայտնվում է շինհրապարակում, կամ ծանոթանում է նախագծի հետ։ Առաջին հերթին փորձում է իր արդեն իսկ ունեցած սովորությունը արտերկրում, Երևանում կամ այն հատվածում, որտեղ որ նա բնակվում է, նմանատիպ անպայման պահանջներով գույք ընտրելը։ Եթե նախկինում իր բնակարան ունեցել է օրինակ համար 60 քառակուսի մետր հյուրասենյակ, ապա ինքը արդեն հարմարվել է նմանատիպ չափերի հետ։ Այդ իսկ պատճառով շատ դժվար է լինում իրան ընտրել մի գույք, որտեղ որ նմանատիպ պահանջները չեն բավարարված։ Դրա համար պրեմիում ընտրելուց, այսինքն երբ որ ընտրում են ոչ ստանդարտ ու բարձրակարգ այսպես շինություն նախագծեր, առաջին հերթին ուշադրություն են դարձնում այն նախապայմանները, որոնք իրանք ունեցել են արդեն։ Հիմնականում կրկնվող նախապայմաններ են։ Բոլորը պահանջում են մեծ լուսամուտներ, բարձր լուսամուտներ, որ վերելակը պետք է լինի բարձրակարգ։ Օրինակ շենքեր եմ նկատում, որ վերելակները առանձին են դեպի բնակարան տանում, ինչ կասեք այդ մոտեցման մասին։ Կա այսպես ասած վերին տանիք պենթհաուս հասկացողությունը, որը եկել է Նյու Յորքից եւ այնտեղ համարվում էր, որ վերին հարկում ապրող բնակիչը վերելակում չպետք է հանդիպի մյուս հարկերում բնակվողների հետ եւ պենթհաուս կոչվելու իրավունք ստանում են այն բնակարանները, որոնք ունեն առանձնացված լիֆտեր։ Բացառապես։ Այո, դա պետք է լինի վերին տարիքում, նրա կոնստրուկցիան պետք է լինի այլ, այսինքն ինքը ամբողջ շենքը պենթհաուս կանվանվի։ Այո, այդ շենքը կառուցվում է լրիվ օրինաչափությամբ, վերին հարկը լրիվ օրինաչափությամբ եւ շատ հանգամանքներում նա պետք է ունենա առավելություն։ Այ հենց այդպիսի չափանիշներից եմ ես ուզում խոսենք, որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե մենք թե գնորդը, ով կրթված չի եւ գիտակ չի ոլորտից, ինչպես տարանջատի ստանդարտը, էկոնոմը, պրեմիումից, որպեսզի ավելի լավ ինֆորմացվի։ Մեր նախագծերում մենք ունենք վերին հարկեր, որտեղ բնակարանը ունի լողավազան, չգիտեմ, կանաց գոտի մեծ տերասաներ, սակայն մենք չենք համարում դրանք պենթհաուսներ, որովհետեւ միջազգային նմանատիպ բացատրությունը պենթհաուսի պարտադիր պահանջում է առանձնացված մուտք եւ առանձնացված վերելակներ։ Շատ հաճախ պրեմիում համարում են անգամ այն գույքերը, որոնք որ չունեն նմանատիպ որակական չափանիշներ։ Օրինակ համար չեն օգտագործվում ամենաբարձրակարգ պատոհանները, ապակիները, դռները, իրանց բացվածքը ննջարանի այդպիսի մեծ բացվածքներ չեն ունենում եւ շատ կարեւոր հանգամանք է նաեւ ձայնամեկուսացումը։ Դու տեսնում ես շենք, որը որ հավակնում է լինել պրեմիում, գովազդում է իր պրեմիում կարգավիճակը, բայց այնուամենայնիվ այդ բնակիչը այդտեղ ձեռք բերող գրեթե ապրելույա կողքի հարևանի, այսպես ասած, աղմուկի ներքո։ Շատ լավ, այնուհանդերձ
Արդյոք գերագնահատված չէ պրեմիում գույքի պահանջարկը Հայաստանում։ Մարդիկ ինչ է կարծում պրեմիում գույք ասելով կամ գնելով կամ փորձելով հայտնվել պրեմիում գույքում բնակվել այնտեղ ընտրում են կարգավիճակ, թե իսկապես կարիք ունեն նման ապրելակերպի Հայաստանում։ Գնորդները շատ տարբեր որոշումների հիմա հանգամանքների հիման են որոշում ձեր բերեն այս շենքում թե չէ գույքը եւ շատ հաճախ պրեմիում անվանել են այն գույքերը, որտեղ որ հարևանները կամ ապագա շենքի գնորդները հանդիսացել են հասարակության համար ճանաչված եւ հայտնի մարդիկ եւ ինչ որ մի բան սկսել են անվանել այդ շենքը, որը որ երբևիցե աշկի չի ընկել պրեմիում դասակարգով, համարվել է պրեմիում, այսպես ասած, շինություն։ Ժամանակները փոխվել են եւ մարդիկ հասկացել են, որ պրեմիում կոչվելու համար պարտադիր նախապայմաններ կան եւ այդ նախապայմանների արկայության դեպքում է շենք համարվում պրեմիում։ Այդ հետ շենքում ովքեր կապրեն, դա արդեն երկրորդ նախապայմանն է։ Եթե մերս վերցնենք, ամենապրեմիում գույքերից մեկը դա Նյու Յորքին կենտրոնական այգու հարակից հին բոլոր շենքերն են, որտեղ որ պրեմիումը մեկ այլ չափանիշ ունի, երբ որ դու այդ շենքում անգամ չես կարող բնակարան գնել, եթե դա անգամ դրա հնարավորություն ունես։ Այդ club house հասկացողությունն է, երբ որ շենքը փակ է, վաճառքի ժամանակ կոնկրետ արդեն չի թույլատրվում կամայական անձանց, այսպես ասած, գնել։ Հայաստանում կան այդպիսի գույքեր, որոնք կառուցապատողը ինքն է ընտրում կառուցապատողի ընտրությունը եւ club house-ի ֆորմատով։ Մի փոքր մենք աղավաղել ենք բոլոր տերմինները։ Ես օրինակ լսել եմ նմանատիպ անվանումներով շենքեր, որ գովազդում հնչում են, դրա համար եմ հարցս հնչեցնում։ Club house-ով գույքը չի գովազդվում։ Club house-ով գույքը վաճառվում է լուր բոլոր այն գույքերը, որոնք հավակնում են club house լինել եւ գովազդվում են իրենց այդ նմանատիպ հանգամանքը, իրանք պարզապես փորձում են համաձայն եմ, իսկ արդյոք իրանք գովազդից չեն ֆիլտրում եւ ընտրություն կատարում, դա պատճառաբանություն չէ։ Քանի որ գովազդը մեր մոտ չի կանոնակարգվում, առավոտյան ով լավ տրամադրությունով զարթնում է, որոշում է, որ պետք է ունենա պրեմիում անշարժ գույք, club house եւ նմանատիպ հետաքրքիր ածականներով շենքեր։ Դրա համար ես չեմ կարող ասել ինչ որոշումով են դրանք դրված։ Նկատի ունեմ դուք ասացիք, որ եթե club house-ը չպետք է գովազդի իրեն, որտեղ ինքը պետք է ընտրի, բայց ինչպես հասնի իր գնորդին, ինչպես տեղեկացնի իր մասին։ Չէ՞ որ պետք է գովազդ անի, որպեսզի մարդիկ իմանան, որ club house կա։ Նմանատիպ գույքը գովազդվում է շատ ներշրջանակներում եւ դրա մասին ոչ թե գովազդում, այլ ինֆորմացիա է փոխանցվում։ Այն գույքը, այն որը որ գովազդի կարիք ունի, դա նշանակում է հաճախորդի կարիք ունի։ Մենք գովազդը եւ ինֆորմացիա փոխանցում պետքա տարաբաժանենք։ Եթե դու ինֆորմացնում ես քո գույքի մասին, դա ոչ բոլոր դեպքերում է գովազդ։ Գովազդ համարվում է այն գույքը, գովազդ համարվում է այն այսպես ինֆորմացիայի տեսակը, որտեղ դու խոսում ես հատկանիշների մասին, տեղեկացնում ես եւ փորձում ես այնուամենայնիվ ինֆորմացիայով հաճախորդ ձեռք բերես։ Ամեն դեպքում ես կարծում եմ, թե club house-ը, թե premium գույքը, թե ինչ որ սահմանափակ քանակություն ունեցող նախագիծը կարիք ունի ներկայացման եւ գովազդի ինֆորմացիա տալու հանրությանը, որ նմանատիպ նախագիծ կա։ Չեմ կարծում, որ դա ցածրացնում է իր դիրքերը։ Չի ցածրացնում։ Երբ որ լինում է աճուրդ եւ պետք է հետական մոնեի գործոցը վաճառվի, դրա մասին տեղեկացնում են։ Հիմա մենք տեղեկացնում ենք, թե գովազդում են։ Տեսեք, գովազդ ասելով ես նկատի ունեմ սոցիալական հարթակներում գովազդ, որը ընկերության կողմից հնարավոր է ինֆորմացիայի միտում ունի, այլ ոչ թե ձեր ասած գովազդի։ Շատ լավ, ինֆորմացիայի միտում ունեցող գովազդը տարբերվում է հաճախորդ ներգրավելու եւ հաճախորդի պակասի գովազդից։ Եթե ես տեղեկացնում եմ, որ ես օգտագործել եմ նմանատիպ, այսպես ասած, առավելություններ շենքի կառուցման ժամանակ, ապա ես ինֆորմացնում եմ։ Եթե ես դա հատկապես շեշտադրում եմ եւ իմ ամբողջ գովազդի մեղը կառուցվում է նրա մեջ, որ ես օրինակի համար ունեմ խաղարապարակներ, լողավազաններ եւ այսպիսին եւ եկեք ձեռք բերեք այսպիսի գույք, որը որ աննախադեպ է, դա ինվեստիցիոն գույք է, ապա դա գովազդային է։ Club house-ի համար բավարար է ասել, որ կա club house եւ վերջ, իմացողը կիմանա եւ կդիմի։ Դեռ 10 տարի առաջ անշարժ գույքը այդքան չէր գովազդվում, դա վաճառվում էր, անգամ եթե կհիշես Հյուսիսային պողոտան կառուցապատման ժամանակ որևէ գովազդ չի արվել։ Ամբողջ Հյուսիսային պողոտան վաճառվել լուր, այսպես ասած, միջնորդների միջոցով, կառուցապատողների միջոցով, ովքեր որ ունեին բավականին մեծ շրջապատ։ Այսօր արդեն այնքան է մեծացել շուկայում առաջարկը, որ մարդիկ կարիք ունեն իրանց գույքը գովազդելու։
Դրա համար գովազդել եւ ինֆորմացիան այս ժամանակաշրջանում արդեն աղավաղված է։ Հասկանալի է։ Օրինակ խոսեցինք չափանիշներից, այսօր Հայաստանում ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ անշարժ գույքը ենթարկվում է ժամանակաշրջանին համահունչ մոդիֆիկացիայի, հա, ինչպիսի ժամանակակից միտումներ անշարժ գույքը պետք է ունենա, որպեսզի համարվի ժամանակակից։ Եթե մենք վերցնենք սովետական Հայաստանի ժամանակաշրջանը, ապա դարասկզբին կառուցվեցին շենքեր 4-5 հարկանի, որոնք ունեին վերելակներ։ Եվ վերին հարկեր այդքան էլ գրավիչ չէին, որովհետև ամեն մարդ չի կարող 5 հարկ բարձրանալ առանց վերելակի։ Հետո կառուցվեցին շենքեր, որոնք ունեին 9 հարկայնություն եւ հասկացան, որ 9-րդ հարկում աղբահանության համար շատ անհարմար է 9-րդ հարկից իջնել եւ աղբը նետել աղբարման։ Դրանից հետո ստեղծվեցին այդ այսպես ասած խողովակները։ Հետո նոր ժամանակներ եկան, հասկացան, որ այդ խողովակները հիգիենիկ չեն, այսինքն շենքում չպետք է լինեն այդ աղբամանները։ Ես էվոլյուցիան չգիտեի։ Տարբեր ժամանակաշրջանում մեր պահանջմունքը անշարժ գույքի փոփոխվում է։ Այսօր շենքը պետք է հագեցած լինի հովացման, տակացման ընդհանուր համակարգով, որովհետև մարդիկ բնականon չպետք է մուտք գա գազ, ինչպես հյուրանոցներում է։ Այո, դու պետք է առանձնացված լինես, դու պետք է կարողանաս այդ կոմֆորտը բնակիչին տաս, որպեսզի առօրյայում ինքը հոգս չունենա բնական հովացնելու կամ տակացնելու համար։ Այ եթե խոսացինք պրեմիում անշարժ գույքից, պրեմիում անշարժ գույքը պետք է ունենա պարտադիր բոլոր նմանատիպ, այսպես ասած, հանգամանքները, որպեսզի իրավունք ստանա պրեմիում կոչվելու։ Կան արդյոք Հայաստանում պրեմիում գույքեր, այնուամենայնիվ։ Կան շատ որակով կառույցներ, կան շատ լավ տեղանքում գտնվող կառույցներ, կան բավականին բրենդային կառույցներ, սակայն բոլոր հանգամանքները մեկ տեղում շատ քիչ են հանդիպում։ Երբ որ լավ լոկացիան, լավ պատուհանից տեսարանը, լավ պատուհանը, ճիշտ հովացման եւ տակացման համակարգը, ընդհանուր օգտագործման տարածքների արկայությունը համատեղվում են միտեղ։ Դեռ շուկան ծրված է տարբեր, այսպես ասած, կառուցապատման տարբեր պահանջների ներքո։ Ոչ բոլորն են կարողացել մի տեղում դա հավաքել։ Չեմ ասի, որ չկան, չեմ կարող ասել, որ չկան, բայց իրանք շատ քիչ են։ Որտեղ է գնում շուկան։ Բարելավում է ձեզ, վերելք է ապրում կոնկրետ պրեմիում գույքի շուկան, անշարժ գույքերը, որոնք պրեմիում են իրենց դասակարգում։ Գնորդների պահանջարկը բարձրանում է։ Գնորդներն արդեն հասկանում են, որ կառուցապատողից պետք է պահանջել կանաչ տարածքներ, որակյալ պատուհաններ, որակյալ վերելակներ, ընդհանուր օգտագործման տարածքներ, իսկ կառուցապատողները սկսում են արդեն հաշվի նստել նմանատիպ պահանջմունքների հետ։ Այ օրինակ իմ կարծիքով հենց դա էլ հենց ժամանակակիցի սահմանումներն են, որից որ խոսեցինք, իմ կարծիքով դա այդ տենդենսը եկավ Դուբայից, ինչ կասեք այդ մասին։ Սկսեցին օգտագործել ժամանակակից չափանիշներ Հայաստանում, երբ որ շատ սկսեց շրջանառվել Դուբայի անշարժ գույքի մասին։ Ավելի շատ կախված է նրանից, որ Դուբայի տոմսը ավելի էժան է, քան թե Լոնդոնինը, քան թե Նյու Յորքինը։ Դուբայը դա ընդհանրապես շատ ավելի մեծ մայրաքաղաքների եւ մեգապոլիսների Հայաստանում ես նկատում եմ, որ փոփոխություններ են լինում արդեն բոլորը սկսեցին գնալ ամենամոտ նմանատիպ մեգապոլիսներ, ծանոթանալ մեկ այլ չափանիշների հետ վերադառնալ եւ փորձել գտնել իրենց մայրաքաղաքներում նմանատիպ գույք։ Այո, Դուբայի ունի իր, այսպես ասած, լուման այդ հանգամանքում, բայց Մոսկվանը չանտեսենք, Նյու Յորքը չանտեսենք, Լոնդոնը չանտեսենք, նմանատիպ քաղաքներում մարդիկ շատ ավելի շուտ էին սկսել նմանատիպ պահանջմունքներով շենքեր կառուցել։ Իսկ նաև կոնկրետ այդ շուկաների լավ առաջարկները, որ հնչեցվեցին Հայաստանում, դա նույնպես նպաստեց, որպեսզի Հայաստանում համ անշարժ գույքը զարգանա, համ գնա դեպի ժամանակակից լուծումների։ Եվ խոսեցինք նաև այդ չափանիշներից եւ խոսեցինք թե ինչպես այդ ամեն ինչը տեղափոխվեց Հայաստան, այ օրինակ դուք որքան տարի է արդեն կառուցապատման ոլորտում եք եւ ինչպես ստացվեց, որ մուտք գործեցիք անշարժ գույքի շուկա։ Ես արդեն 10 տարից ավել եմ կառուցապատման ոլորտում, սակայն հանրությանը հայտնի եմ իմ գործունեությամբ ընդամենը 3-4 տարի։ Նախորդ տարիները անցկացրել եմ սովորելու շուկայից խորքային ծանոթանալու թե Հայաստանում, թե արտերկրում եւ մասնագիտանալու կառուցապատման բոլոր ուղղվածությունների մեջ։ Այո, վերջին ժամանակներում կառուցապատման ոլորտ թափանցում են բավականին այլ ոլորտներից եւ այսպես ասած հին կառուցապատողները արդեն ընկնում են երկրորդ, այսպես ասած, գից արդի լինելու։ Իսկ ինչու իրանք չեն արդիականացնում իրենց գործառույթները։ Հարմարը, էժանը եւ արագը։ Չարդիականացնելը։ Այո, իհարկե, եթե դու օգտագործում ես ցածրորակ պատուհաններ, լիֆտեր եւ ցածր առաստաղներով կառույց, եւ դա նախկինում վաճառվել է, ապա ինչու հիմա դա չկրկնել եւ գնալ ծախսերի։ Այ արդիականացումը դա շուկայի պահանջմունքի արդյունքն է։
շատ հաճախ դու մեկ քայլ ավելի առաջ ես կանցել շուկայի պահանջը, այդ ժամանակ դու արդի ես ավելի ինովացիոն ես եւ մեկ այլ դեպքում դու փորձում ես շուկային հասնել։ Այսինքն տեսնում ես, որ քո հարևան շինությունը լինելով ավելի արդի, ավելի լավ է վաճառում եւ դու սկսում ես փոխել քո ավանդական, այսպես ասած, սովորությունները։ Ավետիչյան, ասցիք 10 տարի, որից 6-ը անցկացրել եք ուսուցանման վրա, հա, որն էր ամենացավալի, թե ամենածանր մարտահրավերը, երբ մուտք գործեցիք անշարժ գույքի շուկա։ Ամենածանրը դա միջավայրի ձևավորումն էր։ Այն հանգամանքում, որտեղ որ կառուցվել է մեր թաղամասը, այդտեղ աղբանոց էր եւ միջակայքում որևէ ոչինչ չկար։ Իսկ ո՞նց ընտրեցիք, ինչու ընտրեցիք հենց այդ տարածքը։ Առաջին հերթին, որտեղ հարակից հատվածները արդեն աղտոտված չէին։ Աղտոտված նկատի ունեմ տգեղ կառույցներով կամ այնպիսի շինություններով, որոնք չկար ձեր կողմից կանխատեսում, որ մոտակայքում կամ դիմացը այնպիսի շինություն հետագայում կարող է կառուցվել, որ ձեր շինությանը կխանգարի։ Իհարկե կար, այդ իսկ պատճառով 6 տարի սպասում էինք, որպեսզի ձեռք բերեինք այնպիսի ստրատեգիկ հողատարածք, որտեղ որ մեկ այլ կառուցապատող իր գերշկառույցով չէր կարող, այսինքն դուք այնպիսի հեկտար եք գնել հողատարածքի, որ այդ ռիսկը բացառում է։ Այո, մասշտաբային նախագծի համար պահանջվում էր գնել բոլոր նմանատիպ հողատարածքները, որոնք ազդեցություն կարող էին ունենալ բացասական մեր նախագծի վրա։ Արդյոք դրա մասին մտածում են կառուցապատողները, որ դիմացը որևէ գույք հետագայում չխանգարի։ Շատ հաճախ իրանց դեմն էլ փակում են դրա համար։ Ցավոք սրտի մասշտաբային նախագծերը շատ քիչ են եւ շատ հաճախ հանդիպում են մի փոքրիկ հողակտորի վրա մի շենքի արկայություն, որտեղ մարդը գտել է 2000 քառակուսի մետր, 1000 քառակուսի մետր մի հողատարածք, մաքսիմալ կառուցապատման տոկոսով կառուցում է մի շինություն, շենքը ավարտում է եւ տեղափոխվում է մեկ այլ։ Կարծում եմ վյուն ամենակարևորն է այս պարագայում։ Այո, ոչ միայն վյուն, դա ճանապարհներն են, դա ինֆրաստրուկտուրան է, այո, դու չես կարող միայն մի շինություն սարքել եւ դու պետք է նաեւ հոգ տանես այդ ամբողջ հատվածի հետագա զարգացման համար։ Այ օրինակ նահանգներում գիտեմ, որ օրենք կա, ըստ որի ոչ թե կարողանում ես հողատարածք միայն դիմացը քո շինության դիմաց առնել, դե դա բնական է, այլ նաև գործող շինության վերևի օդային տարածքը, որպեսզի քո վյուն տեսարանը չփակվի։ Հայաստանում կա նմանատիպ օրենքներ կամ միտում կա նմանատիպ օրենքներ մտցնելու։ Չէ, դիմացի շենքի տանիքի, այսպես ասած, սեփականություն անիսանում է տվյալ բնակիչների, ուրեմն իրանք համասեփականատեր են տանիքին եւ նմանատիպ սահմանափակումներ չկա։ Բայց տեղեկ եք այդ օրենքի մասին ԱՄՆ-ում, որ գործում է։ Չէ, չէի լսել, որ դիմացի շենքի տանիքը կարող են այդ տանիքից վերև խոյացող հատվածը, օդը կարող է այդ շինությունը կառուցապատողը գնել, որպեսզի դիմացի տանիքը հետագայում չբարձրանա եւ իր տեսարանը չփակի։ Քաղաքակիրթ երկրներում ճարտարապետությունը ավարտվում է շինարարական ավարտից հետո եւ դա չի կարող հարկայնությամբ փոփոխվել։ Հա, դրա համար եթե շինությունը 5 ամեն դեպքում ԱՄՆ-ն է քաղաքակիրթ, բայց այդ օրենքը կա, փաստացի այդ պահանջարկը եղել է։ Դե Իսկ Ավետիս ջան, օրինակ ինչպես ստացվեց, որ ձեր պարագայում ես գիտեմ, որ դուք բացի կառուցապատող լինելը նաև ճարտարապետ եք, նաև շինարար եք։ Ինչպես ստացվեց, որ այդ գործառույթները չպատվիրակեցիք ոլորտում արդեն հեղինակություն եւ մեծ փորձ ունեցող ընկերությունների եւ այդ բեռը վերցրեցիք ձեր վրա։ Դե դա լավ օրից չի։ Ցավոք սրտի, այն նախապայմանները, որոնք ուներ մեր ճարտարապետությունը, մեր շինությունը եւ այն պահանջները, որ մենք ունեինք որպես շինարարի դիմաց դրված, ոչ բոլոր շինարարները կարող էին հետևել դրան։ Ճիշտ է, հիմա արդեն ժամանակները մի փոքր փոխվել են։ Ես 2021 թվականին եմ սկսել շինարարությունը եւ նախապայման ունեինք, որպեսզի շինհրապարակը պետքա լինի մաքուր։ Շինհրապարակում պետք է միաժամանակ շենքի կառուցման հետ ծառեր տնկվեն, ծառերը խնավեն եւ ոչ միայն պետքա շինհրապարակը լինի անվտանգ, այլ պետքա լինի լուր։ Նմանատիպ նախապայմաններով շինարարական կազմակերպություն գտնելը դա բավականին բարդ խնդիր էր եւ շատ թանկ, այսպես ասած, խնդիր էր։ Այդ իսկ պատճառով տենց անցում կատարեցինք կառուցապատումից դեպի շինարարություն, ճարտարապետությունը մի փուլ ավելի առաջ էր։ Շատ լավ։ Ինչ սխալներ եք նկատում շուկայում կոնկրետ կառուցապատողների կողմից կամ շինարարական ընկերությունների կողմից, որոնք շատ հաճախ են կրկնում մյուսները։ Կարճաժամկետ նախագծեր։ Ինչ է դա։ Կարճաժամկետ նախագծերը դրանք երբ որ մի հատվածում մի շինություն է, որը որ պետք է սկիզբ ունենա եւ ավարտվի 4-5 տարի հետո, եւ այդ փուլից հետո նաեւ կառուցապատման ընկերության գործունեությունն է ավարտվում։
Շենքը հանձնված է, ավարտված է, վաճառված է եւ այլ, վերջ։ Դա մեծ Ու արդեն խնդիր է։ փնտրում են նոր տարածք, հավանաբար, եթե Փնտրում են նոր ցանկանում տարածք, են իհարկե։ շարունակել։ Երկրորդ խնդիրը նա է, որ այս պարագայում շինարարների անփորձությունը դժվարությունների համար սկսում են վճարել գնորդները։ Գնորդները չհասկանալով ընտրում են բնակարանը մակետների կողքը, մակետներում եւ գովազդային, այսպես ասած, ոլորակներով, եւ չեն հասկանում, որ նմանատիպ կառույցի կառուցման, հետևելու եւ հետագա խնամքի փորձ տվյալ կազմակերպությունը պարզապես չունի։ Կամ եթե դա անգամ ունի, դա բավականին թանկարժեք հաճույք է եւ այսօր դա վաճառվում է շատ էժան եւ իրական պահպանման ծախսերը չեն ասվում։ Շուկան գնում է դեպի զարգացում, նմանատիպ կառուցապատողները քիչ-քիչ շուկայից դուրս կգան, քանի որ գնորդները ել ավելի գիտակից են դառնում, ել ավելի պահանջող են լինում, կրթված են լինում եւ կգա ժամանակաշրջան, երբ որ այն կառուցապատողները, որոնք որ համբավ ունեն սուտ ասելու, ժամկետներ շեղելու եւ որակը չպահպանելու, ուղղակի շուկայից դուրս կգան։ Համաձայն եմ։ Օրինակ, ինչ խնդիրներ եք ունեցել կոնկրետ առաջին փուլերում, երբ որ սկսել եք հենց շինարարական աշխատանքները, քանի որ շինարարությունում նույնպես փորձ չեք ունեցել եւ ճարտարապետության ոլորտում փորձ ունեք, թե չունեք, դրա մասին կուզեմ կիսվեք։ Ես մեր շինությունների համահեղինակն եմ ճարտարապետության, այն կառույցները, որոնք հիմա Կներեք, կառուցվում են, ճարտարապետական կրթություն ունեք, ինքնուս ճարտարապետական կրթություն ունեմ։ այդ 6 տարիների նաեւ Այո, ճարտարապետություն եք սովորել։ Եվ Հայկ Սողոմոնյանի հետ, որի համահեղինակ է կառույցներին, մենք մեր բոլոր նախագծերի վրա աշխատել ենք ավելի քան 5-6 տարի, եւ այդ ժամանակաշրջանում այնքան ենք փորձել կատարելագործել նախագծը, որ այսօր լինի կառույցը իրականում հարմարավետ, յուրօրինակ եւ բավականին բարձրորակ։ Ինչ վերաբերում է խնդիրներին, իհարկե խնդիրները անխուսափելի են եղել, խնդիրները դա համայնքի ընդհանուր զարգացմանն էին վերաբերվում, ճանապարհային հանգույցներին, ինժեներական համակարգերին, այսինքն մենք այսօր ունենք հեղատար համակարգ, որը որ ֆիլտրում ենք եւ այդ ջուրը օգտագործում ենք ուսակալության ռոռոկման համար։ Նմանատիպ նորամուծությունները բավականին նոր էին եւ չկար կազմակերպություն, որ կարող էր հանձնարարնել այդ հանգամանքի ուրեմն լուծումը, այն դրա համար մենք սկսեցինք խորհրդային ուսումնասիրել, սովորել դա իրագործել։ Ավդիշյան, եւ որոշեցիք լինել կառուցապատող, մուտք գործել անշարժ շուկա, ինչ նախապայմաններ ունեիք եւ առհասարակ նորեկը այս ոլորտում ինչ նախապայմաններ, դրույթներ, չափանիշներ պետք է ունենա, որպեսզի համարվի կառուցապատող ընկերություն։ Դե կառուցապատող ընկերության համար Սկսելու պարզապես պետք է ֆիրման բացել եւ սկսել զբաղվել այդ գործունեությամբ։ Իսկ դու կլինես ակտուալ լավ գույք կառաջարկես, վճարներ, դե կառուցապատման ընկերության համար շինարարական կազմակերպությունը պետք է տարաբաժանեն կառուցապատող ընկերությունից։ Կառուցապատող ընկերությունը լիցենզիավորված կազմակերպություն չի։ Շինարարականը լիցենզավորված կազմակերպություն է։ Ասում եմ դուք համ կառուցապատող ընկերություն ունեք, համ շինարարական կազմակերպություն, համ ճարտարապետական։ Դժվար չի այդքանը։ Դե իրանք բոլորը մի ընդհանուր խնդրի համար են աշխատում, դրա համար դժվար չի իհարկե։ Ինչ փուլում են այսօր ԱՄՆ-ի աշխատանքները, այս նախագծի ավարտից հետո ինչ էվոլյուցիա է սպասվում։ Դե նախագիծը կավարտենք դեռ 10 տարի հետո, որովհետև հողատարածքը եւ ԱՄՆ-ի նախագծերը մասին եք խոսում։ Այո, հողատարածքը եւ տարածքը այնքան մեծ է, որ նախագծերը դեռ ունենք եւս 5 նախագծեր, որ պետք ցույց տանք։ ԱՄՆ-ում կոչվում է ընդհանուր տարածքը, Նորքի այդ բարձունքը, իսկ այնտեղ ունենք տարբեր նախագծեր, դրանցից մեկը Ivy-ն էր, որ ավարտեցինք եւ այնտեղ բնակվում են Սարինը, որը որ հիմա կառուցում ենք եւ հետագայում հաջորդ տարի աշնանը կներկայացնենք երրորդ փուլը եւ նմանատիպ 7 փուլեր։ Ընդհանուր առմամբ մեր հողատարածքում նախատեսված է 11 տարբեր բնակելի շենքեր, ցածրահարկ, ասեմ, որ բոլորն էլ ունենալու են նույն որակական եւ պահանջմունքային պահանջները, եթե բացված կասենք պրեմիում, ապա իհարկե նմանատիպ չափանիշներին որակին անպատասխան կառույցներ։ Իսկ ինչ ունի երկրորդ շինությունը, Սարինը, որ չուներ առաջինը։ Մեր բոլոր նախագծերում մենք ունենք ոչ թե փոփոխություններ, այլ լրացումներ թաղամասի ընդհանուր պահանջմունքների, կախված բնակիչների քանակից։ Սարինում մենք արդեն ունենք փակ, ուրեմն մարզասրահ, ունենք լողավազան, ավելի մեծ ընդունարան, իսկ Ivy-ում մենք ունենանք բացօթյա ֆիթնես ակումբ, ունենք արդեն 3-4 տաղավար բնակիչների համար, կունենանք մեդիտացիոն կենտրոն, վազքուղի, այսինքն ցանկացած նոր նախագծում մեկ այլ հավելում, մեկ այլ լրացում թաղամասին, որը որ կախված բնակիչների քանակից պահանջարկ կարող է ունենալ։
Ավետիս ջան, ինչ կանեիք այլ կերպ, եթե սկսեիք նորից։ Չէ, գրեթե ամեն ինչ կանեի նույն ձև։ Հա, շատ լավ է։ Եվ ինչ մարքեթինգային գործիքներ եք օգտագործում, ձեր վաճառքը ինչպես եք իրականացնում։ Ընդհանրապես ամանուն դա լուրջ շքեղության, այսպես ասած, ստրատեգիկ ուղղվածություն ունի։ Մենք մեր որակի եւ նախագծի մասին շատ ճոխ բառեր չենք օգտագործում եւ չենք փորձում գովազդել կեղծ ճանապարհով։ Եթե տեսած լինես մեր ընդհանուր գովազդային հոլովակներ, իրանք պարզապես ցույց են տալիս այն, ինչ որ արդեն կառուցված է։ Որևէ անիմացիա, որևէ կեղծ նորամուծություն չի օգտագործվում, որովհետեւ մենք այսօր հնարավորություն ունենք պարզապես ցույց տանք իրականությունը։ Շատ հաճախ մրցակիցներին շուկայում ասում ենք դուք օգտագործում եք ձեր ապագա կառույցը գովազդելու համար, մենք մեր ներկան։ Շատ լավն է։ Ինչ խորհուրդ կտաք ապագա կառուցապատողներին եւ գնորդներին։ Կառուցապատողներին առաջին հերթին լինել անկեղծ եւ խորքային ճիշտ ուսումնասիրել խնդիրները նոր խոստանալ։ Իսկ գնորդներին լինել անպայման տեղեկացված, որովհետև իրենց տեղեկացվածության արդյունքում շահելու ենք մենք բարեխիղճ կառուցապատողները, որովհետև այն պահանջները, որոնք մեր առջև դրվելու են, օգնելու են մեզ լինել ավելի արհեստավար եւ շուկայից մրցակիցներին, անբարեխիղճ մրցակիցներին այդ հանգամանքով փորձելու ենք դուրս հանել։ Շնորհակալություն, մեզ հետ էր Ավետիս Խախամյանը, իսկ մենք կհանդիպենք մյուս ոդքասթին։ Իսկ այս ոդքասթի հովանավորն է Trio Երևանը, որտեղ էլ անցկացվում են մեր նկարանումները։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։